Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից անցել է արդեն 2 շաբաթ։ Տարածաշրջանում պատերազմը շարունակվում է եւ ունի ընդլայնվելու հստակ նախանշաններ։ Այս պահին կարևոր է հասկանալ իրավիճակը ռազմավարական մակարդակում մի քանի հիմնական թեզերով։ Պատերազմը տևում է արդեն 14 օր։ Սա ինքնին ցույց է տալիս, որ սկզբնական հաշվարկները չեն արդարացել։ Այն, ինչ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ակնկալում էին ավարտել կարճ ժամանակում, վերածվել է հյուծիչ հակամարտության։ Պատերազմի երկարաձգումը արդեն ազդում է հարձակվող կողմերի ռազմավարական հնարավորությունների վրա, ներքին իրավիճակի բարդացումից մինչև զինամթերքի պաշարների նվազում։ Սկզբնական ռազմական պլանը, որը ենթադրում էր Իրանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության արագ չեզոքացում եւ համակարգի փլուզում, գործնականում չի իրականացվել։ Այդ մոտեցումը որոշակիորեն հիշեցնում է 2022 թվականին Ռուսաստանի կողմից սկսված հատուկ ռազմական գործողության սկզբնական հաշվարկները, որոնք նույնպես նախատեսված էին կարճաժամկետ գործողությունների համար, սակայն վերածվեցին երկարատև պատերազմի։ Իրանի պետական համակարգը եւ հասարակությունը ցույց են տալիս համեմատաբար բարձր համախմբվածություն։ Խոսքը ոչ միայն զինադադարի մասին է, այլ այնպիսի իրավիճակի ստեղծման, որտեղ ապագայում նոր պատերազմի հավանականությունը կնվազի։ Այդ նպատակով Իրանը բարձրացնում է իր դեմ ռազմական գործողությունների գինը եւ ընդլայնում է ճնշման աշխարհագրությունը, ինչի արդյունքում հարակից երկրները ավելի զգուշավոր են դառնում իրենց տարածքը ռազմական գործողությունների համար տրամադրելու հարցում։ Վաշինգտոնը դեռևս չունի հստակ ձևակերպված ելքի ռազմավարություն։ Սկզբնական պլանից դուրս այլ հստակ տարբերակներ առայժմ չեն երևում։ Միաժամանակ լիարժեք հաշվարկված չեն նաև Իրանի հնարավոր հակաքայլերը, օրինակ Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքի ազդեցությունը համաշխարհային տնտեսության եւ էներգետիկ շուկաների վրա։ Իսրայելի մոտեցումն ավելի պարզ է՝ առավելագույն վնաս հասցնել հակառակորդին, սակայն նման ռազմավարության երկարաժամկետ արդյունավետությունը դեռ հարցականի տակ է։ Չի բացառվում, որ այստեղ նույնպես որոշ թերհաշվարկներ կան։ Հակամարտության հնարավոր նոր թատերաբեմեր կարող են բացվել Եմենում, Սիրիայում եւ Իրաքում։ Լիբանան-Իսրայել սահմանին արդեն կա ռազմական լարվածություն։ Այս ուղղությունների ակտիվացումը կարող է էականորեն մեծացնել պատերազմի մասշտաբը։ Միաժամանակ նկատվում են փորձեր Թուրքիային եւ Ադրբեջանին ներգրավելու հակամարտության մեջ։ Սակայն ներկայումս նման քայլի համար ռացիոնալ շահագրգռություն չի երևում։ Միացյալ Նահանգները որպես հակամարտության գլխավոր դերակատար կանգնած է երկու բարդ ընտրության առաջ։ Կամ շարունակել պատերազմը առանց հստակ եւ չափելի ավարտի սցենարի, ինչը կապված է մեծ ռիսկերի հետ, կամ փորձել ավարտել այն այժմ, ընդունելով, որ Իրանը կարող է ավելի արագ մոտենալ միջուկային կարողությունների ձեռքբերմանը։ Այդ դեպքում տարածաշրջանը կարող է ստանալ ավելի ուժեղացած իշխանություն, վրեժի տրամադրությամբ առաջնորդությամբ եւ ավելի անկայուն մերձավոր արևելք։ Այս երկընտրանքն է պատճառը, որ իրավիճակը շարունակում է մնալ փակուղային։ Այդ պատճառով չի կարելի բացառել, որ պատերազմի ամենավտանգավոր փուլը դեռ առջևում է։ Միևնույն ժամանակ հակամարտությունն արդեն ունի ծանր հետևանքներ, հազարավոր զոհեր եւ վիրավորներ, ավերված քաղաքներ եւ կոտրված մարդկային ճակատագրեր։ Վերջին 2 շաբաթները ցույց տվեցին մի կարևոր իրողություն։ Մարտավարական հաջողությունը դեռևս չի նշանակում ռազմավարական հաղթանակ, հատկապես այն դեպքում, երբ ռազմավարական նպատակը հստակ ձևակերպված չէ։ Սա կարևոր դաս է բոլորի համար, այդ թվում նաև Հայաստանի։ Հայաստանի համար իրավիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Տնտեսական ոլորտում արդեն նկատվում են խնդիրներ, օրինակ Չինաստանից ներմուծման գործընթացը կանգնած է լուրջ դժվարությունների առաջ։ Պահպանվում են անվտանգային ռիսկեր Հայաստանի սահմանների շուրջ։